Եթերում Ռուսարմինֆոյի ցերեկային թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է, բարի օր։ Ադրբեջանի Միլի Մեջլիսն այսօր միաձայն որոշում է ընդունել Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խզելու մասին, պատճառաբանելով այդ կառույցի իբր հակաադրբեջանական գործունեությունը։ Բաքուն հայտարարել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման եւ Եվրամիություն Ադրբեջան համագործակցության կոմիտեն լքելու մասին։ Որոշմանն ընդառաջ Ադրբեջանի ԱԳՆ-ը կանչվել Եվրամիության դեսպան Մարիանա Կույունչիչը, որին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ։ Ադրբեջանական կողմը կանխակալ է որակել եվրոպական կառույցի պահանջները, ցինիկաբար հրաժարվելով ճանաչել հայգերիների ապօրինի պահման ու մշակութային վանդալիզմի փաստերը եւ անհիմն համարելով արցախահայերի վերադարձի իրավունքը։ Նշենք, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը վերահաստատում էր արցախցիների միջազգային երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը եւ կոչ անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս քայլով Բաքուն փաստացի հակադրվում է եվրոպական օրենսդիր մարմնին, հայտարարելով, որ նման նախաձեռնությունները իբր վնասում են տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Աշխատանքի եւ աշխատավորների օրվա արդիվ Երևանում առաջին անգամ անցկացվել է տեղական ընկերությունների տոնական շքերթ։ Տասնյակ տնտեսվարողներ իրենց բրենդներին համապատասխան ձևավորված մեքենաներով Ամիրյան փողոցից շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, ներկայացնելով իրենց ոլորտների առանձնահատկությունները։ Տոնական մթնոլորտն ամբողջացրել են երկնքում Հայաստանի եռագույնը ծածանող 3 ուղաթիռների թռիչքն ու օդապարիկների ցուցադրությունը։ Մայիսմեկյան միջոցառումների շարքը եզրափակվել է ցերեկային հրավառությամբ։ Wildberries եւ Ozon Marketplace-ները հանկարծակի եւ առանց պաշտոնական պարզաբանման դադարեցրել են հայաստանյան ընկերությունների ապրանքների վաճառքը։ Ըստ ձեռնարկատերերի, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հարթակներից հեռացվել են հայկական բոլոր ԱԶ-ների եւ ՍՊ-ների ներկայացրած ապրանքատեսակները։ Սա լուրջ հարված է տեղական փոքր եւ միջին բիզնեսին, որի համար այս հարթակները ԵԱՏՄ շուկա դուրս գալու եւ արտահանման ծավալներ ապահովելու առանցքային միջոց էին։ Հատկանշական է, որ վաճառքների կասեցումը տեղի է ունենում 2025 թվականին արձանագրված ռեկորդային 122% աճի ֆոնին։ Գործարարները հույս ունեն, որ պետությունը կմիջամտի խնդրին, կանխելու համար փոքր բիզնեսի հնարավոր փլուզումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադառնալով Wildberries եւ Ozon Marketplace-ների հայաստանյան ընկերությունների ապրանքների վաճառքը դադարեցնելուն, առաջարկել է սառնասրտորեն մոտենալ բոլոր հարցերին։ Հայտարարել է, որ Ջերմուկ գրուպի շուրջ ստեղծված իրավիճակում որևէ լուրջ խնդիր կամ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, հավաստիացնելով, որ արտադրանքի որակի հետ կապված հարցեր չկան եւ բոլոր խնդիրներն էլ կլուծվեն։ Հիշեցնենք, որ անկեղծ նշանմակնշման համակարգը Ռոսպատրեբնաձորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված ջերմուկ հանքային ջրի եւս մեկ խոշոր խմբականակի, ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը։ Նորմալ է, ամեն բոլոր հարցերն էլ կլուծվի։ Այդպիսի հարցեր են լուծել։ Քաղաքական ենթատեքստ տեսնում եք։ Չկա, չեմ տեսնում, կլուծենք։ Այսինքն անորակ է։ Չեմ տեսնում որևէ հարց, կլուծենք։ Միշտ էլ հիմա էլ մենք օրինակ ստուգումներ ենք անում որոշ ապրանքների, կանգնեցրել են որոշ կոնյակ արտահանողների, ես եմ կանգնեցրել, ստուգման եմ տարել։ Բա պետություն ենք, բա պիտի մեր երկրից դուրս եկող ապրանքի համար որակական չափանիշները բարձր լինեն։ Ես ինքս հավատացած եմ, որ ջերմուկը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին եւ ես բացարձակ կասկած չունեմ, որ ջերմուկի հարցը լուծվելու է եւ մենք շարունակելու ենք տասնյակ հարյուրավոր միլիոն հատերով ջերմուկ արտահանենք։ Երևանի վերածնունդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Ծիծեռնակաբերդի խճուղում, ժամանակավորապես փակելով երթևեկությունը եւ պահանջելով ապահովել տարածքի ճանապարհային անվտանգությունը։ Շուրջ 4000 բնակիչ ունեցող թաղամասում մարդիկ դժգոհում են գծանշումների, հետիոտնային անցումների եւ հակադիր մայթին տրանսպորտային կանգառի բացակայությունից, ինչը վտանգում է հատկապես դպրոցահասակ երեխաների կյանքը։ Ըստ ցուցարարների, քաղաքապետարանն արդեն 2 տարի է անպատասխան է թողնում իրենց դիմումները կամ տալիս է անբովանդակ խոստումներ։ Հիշեցնենք, որ բնակիչները նմանատիպ ակցիա էին իրականացրել նաև 2024 թվականին, երբ քաղաքային իշխանությունները բարձրաձայնել էին կառուցապատողի ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից թույլ տրված շինարարական խախտումների մասին։ Ակցիայի մասնակիցները նախազգուշացնում են, խնդրին շուտապույտ լուծում չտալու դեպքում պատրաստ են ավելի երկար ժամանակով կաթվածահար անել փողոցի երթևեկությունը։
Երևանում մայիսի 2-ից 5-ը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ կգործեն երթևեկության լայնածավալ սահմանափակումներ։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ արարողակարգային միջոցառումների պատճառով տարբեր ժամերի փակ կլինեն մայրաքաղաքի առանցքային փողոցները, այդ թվում Հանրապետության հրապարակը, Մաշտոցի, Սայաթ-Նովայի եւ Բաղրամյան պողոտաները։ Պարբերաբար կսահմանափակվի նաև երթևեկությունը դեպի Զվարթնոցո թանավակայան տանող Իսակովի պողոտայում եւ Ծիծեռնակաբերդի խճուղում։ Գերատեսչությունը հորդորում է քաղաքացիներին հետևել ոստիկանության հրահանգներին եւ օգտվել շրջանցիկ ճանապարհներից։